Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այժմ հայ առաքելական եկեղեցու 4 սրբազանները կալանավորված են։ Մտավախություն կա, որ հաջորդը լինելու է վեհապառը։ Ինչպես եք վերաբերվում այս ամենին։ Դե բնականաբար բասական, որովհետև բասական ասելով, որ ասում եք 4 սրբազաններ, առնվազն մեկը դրանցից այդ Գալստյանը ճիշտ էլ ձերբակալել է։ Ինչ վերաբերում է Աջապահյանին, ճիշտ այնտեղ այդ խոսակցությունը կա վճռով, որ խռովության կոչ արել, որ էլի չէ, ես չեմ ընդունում, բայց եթե դրա համար նրան 2.5 տարի են տալ, իմ համար հարցանում թե Վազգեն Մանուկյանն այդ ժամանակ 25 տարով պետք է տային, որ ինքը մասսայական է խռովության կոչ արել, բայց հանգիստ նստած է։ Այսինքն օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Իսկ որ եկեղեցին պետք է ինքնամաքրվի, դա միանշանակ էլի։ Որ հավանականությունը կա, համաձայն եմ, կա այդ հավանականությունը, այս երևույթին ընդհանրապես վերաբերում եմ վատ, որպես հայ քրիստոնյա, դա պառակտում է մեր ազգը, դա դեմ է մեր ազգային շահերին, դա դեմ է մեր ազգային ինքնությանը, որովհետև բոլորս էլ տեղյակ ենք, հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցին դարերով եղել է այդ հենարանը, որով պահպանվել է մեր ազգությունը, ինքնությունը եւ որով որ մենք այսօր դեռ կանք որպես հայ։ Բնական է, ես դեմ եմ դրան։ Հաջորդը վեհապառը չի կարալն, որտեղ օրենքներ կա, իրանք այդ օրենքները պետք է պահեն։ Նա ոչ թե Հայաստանի կաթողիկոսն, այլ նա ամենայն հայոց կաթողիկոսը։ Մենակ Հայաստանի մի քանի մարդկանցով չի լինի դա նրան կալանավորել, բայց ես դեմ եմ մեր կաթողիկոսներին, կաթողիկոսին, վեհապառներին, սրբազաններին ձերբակալելը։ Ինձ թվում է ուղղակի հաշվեհարդար են տեսնում իրանց հետ։ Ինչպես կարող եմ վերաբերվել ես։ Եթե այդ մարդը ասում է, որ պետք է եկեղեցին մաքրել, սկզբից թող ինքը մաքրվի, իր այդ բոլոր, ոնց են ասում, մեղքերը վերացնի, հետո արդեն եկեղեցուն կպնի։ Շատ վատ։ Հայտարարություն։ Վերջնա։ Անկեղծ ասած ցավում եմ, որ այսպիսի խնդրի առաջ են կանգնել, կարելի էր մի փոքր այլ կերպ լուծել ամեն դեպքում եկեղեցին սրբություն է, թեկուզ ունեի մի փոքր թերություններ, բայց ճիշտն ասած շատ չեմ խորանում, որովհետև դա էլ ինձ հոգեպես շատ տանջում է։ Կարծում եմ, որ եթե սկսել են այս ամեն ինչը, ուրեմն մի խնդիր կա, մի հիմնական պատճառ կա, գուցե եւ բարին սա է թող հասնի իր ավարտին։ Շատ լավ է, ինչ է։ Ինչպես եք վերաբերվում այս։ Նորմալ։ Բայց կագեբեշնիկ են դրանք չանեն, սաղին ռադան են ստեից։ Ես զարմանում եմ, էլի։ Եթե տերդերը կագեբեշնիկ է, էլ ինչի մասին է խոսքը, հա։ Էլ դրա լավը որն է։ Շատ բացասական, ոնց կարելի է վերաբերվել։ Я возмущена։ Երևակայի լսելով այսքանը ամեն ինչը տեսնելով հասկանում ենք, որ պետք է ինչ-որ բան փոխվի։ Պետք է փոխվի։ Ձերբակալությունները այս աղմուկը պետք չէր։ Պետք էր անել հանգիստ, սիրուն, որպեսզի հայտարարակ չլինենք ամբողջ աշխարհում։ Այդքան բան։ Ես երբեք եկեղեցականների չեմ հավատացել։ Վերջ։ Էլի չասեմ։ Շատ դրական, արժի որ նրան է կալանավորեն։ Գիտեք շատ բացասական, դա մեր ազգի ամոթն է, մեր ազգը, չգիտեմ, թմբիրի մեջ է, թե շատ բաներ չի ընկալում, թե շատ բաներ չի զգանում, ցավալի է դա, ողբալի նույնիսկ, ես չգիտեմ բառեր չեմ գտնում, ես իմ տեղը չեմ գտնում, այս վայրագությունների, այս անարդարությունների համար։ Ինչքան կարելի է լռել, չի կարելի լռել, պետք է ըմբոստանալ, բայց մեր հասարակությունը ցավոք սրտի ըմբոստ չէ։